Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է, ողջույն, պարոն Գրիգորյան, ազգային ժողովը վերջնականապես ամբողջությամբ ընդունեց Եվրամիությանը անդամակցելու մեկնարկ նախատեսող օրենքի նախագիծը, այսինքն այսօրվանից Հայաստանի Հանրապետությունը օրենքով ամրագրում է, որ պաշտոնապես սկսում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց։ Արտակ Զենալյանը Եվրաքվեի ներկայացուցիչը ասում էր, բերել ենք այս օրենքի նախագիծը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը արտահայտի իր քաղաքական կամքը դեպի Եվրամիություն գնալու, այս ընթացքը անշրջելի է եւ ժողովուրդը սրա կողմնակիցն է։ Դուք ինչպես եք գնահատում, սա ինչպիսի քաղաքական քայլ է։ Շնորհակալություն հրավերի համար, բարև ձեզ։ Նախ ուզում եմ ասել, որ շատ կարևոր որոշում է մեր ազգային ժողովի։ Ինչու շատ կարևոր որոշում է։ Հայաստանը քաղաքական որոշում կատարեց, որ ինքը քաղաքակիրթ աշխարհի հետ է։ Պետք չի մտածել, որ վաղը կդառնանք Եվրամիության անդամ։ Մեծ աշխատանք պետք է կատարենք չափորոշիչներին, ստանդարտներին համապատասխանելու համար, մեծ աշխատանք պետք է կատարեն պետական ինստիտուտները, փորձագետները եւ այլն։ Բայց գիծը բռնած է ճիշտ։ Փաստորեն հայոց պարլամենտը, հայ ժողովրդի պարլամենտը ասում է, մեր տեղը քաղաքակիրթ աշխարհն է։ Բացի դրանից, դուք գիտեք, այսօրվա կառավարությունը, հա, մենք ասելիք շատ ունենք տարբեր հարցերի հետ կապված, բայց բռնեց այդ գիծը։ Բազմավեկտոր չեմ սիրում այդ բառը, դիվերսիֆիկացիա։ То есть Հայաստանը աշխատում է տարբեր խաղացողների հետ։ Լատինամերիկյան պետություններից սկսած, արաբական աշխարհի պետություններով, ասիական, Եվրոպայով, Ամերիկայով, Կանադայով։ Ողջունում ենք։ Բայց այս որոշումը ել ավելի կարևոր է այդ ֆոնի վրա, դիվերսիֆիկացիայի ֆոնի վրա։ Եվ որ դու ասում ես, չէ, բացի դիվերսիֆիկացիայից, մեր տեղը քաղաքակիրթ աշխարհն է։ Ուրեմն ողջունում եմ այդ որոշումը ու ես ուզում եմ ճշտել էլի ձեր ասածը։ Դուք ասացիք ազգային ժողով։ Իրոք ազգային ժողովի որոշումն է, բայց իօքուտ քվեարկեց քաղ պայմանագիրը։ Իրոք ողջունում եմ, իրոք շնորհակալ եմ այդ որոշման Քոչարյանի ուժը, դեմ քվեարկեց Սերժ Սարգսյանի ուժը։ Այո, то есть պրոռուսական։ Ես այդպեսին իրենց անվանում են պրոռուսական ուժերը, ովքեր Ռուսաստանի կողմնակից են, նույնիսկ Արցախի անկումից հետո, նույնիսկ դրանից հետո, երբ որ Ռուսաստանը օֆիցիալ ասեց, որ չի ճանաչում մեր սահմանները, այս մարդիկ մնում են իրենց կարծիքի, որ Ռուսաստանի հետ պետք է աշխատել, ուրեմն ֆրակցիան մեկը դեմ քվեարկեց այդ 7 հոգով, մյուսները չեն քվեարկել։ Ես պնդում եմ, որ որոշումը ճիշտ է ու հենց պետականամետ քաղաքական ուժը պարզվեց դա քաղ պայմանագիրն է։ Պարոն Գրիգորյան, ընդդիմությունը ասում է 60,000 մարդու ստորագրություն, դա ժողովրդի կամք չի, այլ իշխանությունը այսպես այս որոշումը գցում է ժողովրդի գրպանը, որ վաղը մի բան լավ չստացվի, ասելով հո ես չեմ որոշող կայացնողը, ես քվեարկել եմ, դա եղել է ժողովրդի որոշումը, սխալվել է ժողովուրդը, եվրոինտեգրումը տապալել է ժողովուրդը, ես ինչ անեմ։ Ես չեմ մեկնաբանի քաղաքական մանիպուլյացիաները։ Ազգային ժողովի որոշումը Էդ էլ ազգային ժողովի, որը լեգիտիմ է։ Ոչ ոք չի վիճարկե այս ազգային ժողովի լեգիտիմությունը։ Լեգիտիմ ազգային ժողովը Հայաստանի պարլամենտը քվեարկեց իօքուտ այդ որոշմանը։ Հիմա այն մյուս ասածները դա մտնում է այն ազատ խոսքի իրավունքի մեջ եւ մանիպուլյացիաներ են, չեմ էլ ուզում մեկնաբանել։ Եկեք մի ուրիշ բան չափենք, պարոն Գրիգորյան։ Միջազգային այս խառնակ կամ քաոսային կամ շատերի համար պարզ, չգիտեմ, ամեն մեկը մի գնահատական է տալիս, իրադրությունը ինչքանով էր նպաստավոր կամ ինչքանով էր ճիշտ Հայաստանի կողմից հենց այս պայմաններում սկսել Եվրամիության անդամակցության process, եթե ձեր ասած մանիպուլյացիաներից մի կողմ կանգնենք եւ փորձենք բովանդակության հետ առնչվել, հարցի հետեւյալն է, որ կա վատատեսություն, որ Եվրամիություն կարող է ընդլայնումը
գերակայություն չհամարել, որովհետև ընդլայնում նշանակում է նաև ռեսուրսների տրամադրում այս նոր անդամ երկրներին, իսկ ԵՄ-ին այսօր շատ են անհրաժեշտ ռեսուրսներ իր անվտանգության համար։ Տեսեք, ընդհանուր Ազատություն ռադիոկայանի փակվելու հարցը, չփակվելու հարցը ինչ որ իմաստով կախված է ԵՄ-ից, հա, ԵՄ-ում փորձում են լուծում գտնել, փող հատկացնել, այսինքն ԵՄ-ի վրա շատ բեռ է գալիս անվտանգության հարցերով պայմանավորված ԱՄՆ-ի հավանական, այսպես ասենք, դուրս գալով Եվրոպայից, արդյոք պահը նպաստավոր էր եւ ինչպիսի Եվրամիության ուղղությամբ է Հայաստանը առաջ գնում։ Ես կասեմ այդպես. Հայաստանին պետք են դաշնակիցներ։ Ու եթե դու նայում ես աշխարհով մեկ, մեր դաշնակիցները կարող են լինել մենակ դեմոկրատական ճամբարից։ Ինչու՞։ Քանի որ մենք ունենք ազատություններ։ Հիմա ով ինչ ուզում ասում է ու բողոքում է, որ մեզ մոտ չկան ազատություններ։ Մի հատ փորձել այդ մեկը, ես տեսնում եմ այդ քննարկումները, բողոքում են, այդքան մեծ ազատություններ չեն, թող գնան Ռուսաստան ու այնտեղ փորձեն դատակ մաքուր թերթիկով կանգնել փողոցում։ Վերցնել դատակ A4 թերթիկ եթե կանգնել։ հասցնեն թուղթը հանել գրպանից։ Ես կարծում եմ չեն հասցնի, բայց վոտերը կկոտրեն, ես երաշխիք տալիս են։ Ուղղակի վոտերը կկոտրեն, կտանեն ոստիկանություն, հետո կպարզեն այդ մարդը ինչ էր ուզում։ Կարող է ուղղակի սխալմամբ թերթիկ, այ կհասկանան ինչ է դեմոկրատիան։ Ուրեմն Հայաստանում ժողովրդավարություն կա, այդ ժողովրդավարությունը անցումային դեր ժողովրդավարությունը մել երազածը դեր չի, բայց շատ կարևոր ժողովրդավարություն է։ Ուրեմն դու տարբերակ չունես։ Դու պետք է հենց ինտեգրվես, կապնվես ժողովրդավարական համակարգերի։ Մի օրինակ բերեմ։ Ուկրաինային ով է այսօր աջակցում միանշանակ միայն ժողովրդավարական երկիր։ Երբ որ Միացյալ Նահանգները մի քիչ փոխեցին կամ կտրուկ քաղաքականությունը, ոչ թե Ուկրաինայի դեմ են, ուղղակի ասացին մենք հիմա միջնորդ ենք, ով սատար կանգնեց։ Միայն դեմոկրատական աշխարհը։ Ու երբ որ ասում են դեմոկրատական աշխարհը, ոչ միայն Եվրոմիության անդամները, նաև Մեծ Բրիտանիան, նաև Կանադան, նաև կներեք, նաև Ավստրալիան, նաև Նոր Զելանդիան, նաև Ճապոնիան, նաև Հարավային Կորեան։ То есть ամբողջ դեմոկրատական աշխարհը ցույց տվեց, որ այդ արժեքային համակարգը հարգվում է։ Հասկանում եք։ Դա է պատճառը, այս ձևի դաշնակիցներ մեզ պետք են, դա է պատճառը, որ դա ճիշտ ճանապարհ է։ Ու եթե դու անտեր մնաս, այ գլխավորը մեր դիտողությունը այսօրվա իշխանությունների որն էր։ Իշխանություն կողմ որոշվի, նույնիսկ այս ծանր վիճակում դուք ճիշտ եք ասում, ալեկոծվող աշխարհ է, բայց կողմ որոշվի ու դաշնակից ձեր բերես։ Ով նեյտրալ կմնա, անտեր կմնա, ջարդերի տակ կանգնի բարի բուն իմաստով։ Ոչ թե դա միտումնավոր կլինի։ Ուղղակի այդ մեծերի միջև, այդ փիղերի պայքարի միջև դու ոտնատակ կլինես։ Ուրեմն դու պետք է օրինակ Ուկրաինայի հետ կապված, ինչու հիմա Տրամպը հարգում է Ուկրաինայի կարծիքը, բանակցություններ, ծանր բանակցություններ են գնում, բայց ուզած Տրամպը սկզբից հիշում եք ինչ էր ասում է ես Պուտինի հետ կլուծեմ հարցը ու տեղյակ կպայեմ, մի կան հանգստանա։ Դուք չունեք խաղաղարդեր։ Այո, Եվրոպան այդպես աղմուկ բարձրացրեց Կանադայով, Մեծ Բրիտանիայով, որին կհասկացած խաղաղարդ ունեն։ Միտքս նորից կրկնում եմ։ Միտքս նրանում է, որ դու պետք է ցույց տաս քաղաքակրթության քո ընտրությունը, որ դաշնակիցն է։ Հիմա ավտոմատ այս որոշումից հետո նույնիսկ Հայաստանը շատերը չգիտեն։ Նույնիսկ Հայաստանը, եթե մենք ուզում ենք եվրոինտեգրացիայի գնանք, բացի այս քաղաքական որոշումից պետք է դիմում գրես Եվրոմիությանը։ Նույնիսկ դա չարեց Հայաստանը։ Դուք կտեսնեք, մենք ձեռք կբերենք մոտորերս։ Ասենք մոտավորապես 10 երկիր մեզ այդ կստորագրեն ռազմավարական նշանակություն ունեցող պայմանագրեր, առաջերտին եվրոպական, որը մենք հիմա ստորագրեցինք Հոլանդիայի հետ։ Հասկացաք միտքս։ Այդ դեպքում իրոք դժվար է հարձակվել։ Այո, գիտեք իմ հարցը հենց դա է, պարոն Գրիգորյան, ինչքանով է սա Հայաստանի Հանրապետության անվտանգության նպաստում գոնե կարճաժամկետ հեռանկարում, այն որ դու դառնաս հարուստ միության անդամ եւ քո պետական բյուջեն ավելի շատ գումար լցվի, պարզ թվաբանություն է, ես մաթեմատիկայից ամենևին լավ չեմ եղել, բայց կանխատեսելի է, որ եթե պետությունը հարստանում է, նա ավելի լավ բանակ կարող է ունենալ, ավելի պաշտպանված լինել, ավելի լավ անվտանգություն
ավելի որակյալ եւ տեխնոլոգիական զինամթերք գնել, բայց կյանքը միայն զենքը չի, մյուս հատվածներն էլ կան, տնտեսությունը եւ այլն, այ հարցս հենց դա էր, արդյոք մենք գնում ենք, այսպես ասենք, Եվրամիություն, որը կարող է 5-10 տարուց դառնալ, ասենք, ռազմաքաղաքական գործոն, հա, այսօր կախված է Միացյալ Նահանգներից շատ հարցերում, ինքը կդառնա ավելի սուվերեն, այսպես ասենք, տարածքի։ Ինչպիսի ԵՄ-ի հետ ենք մենք էլի գործունեություն, թեկուզ հենց անվտանգության հարցում։ Նկատել եք ինչքան արագ Եվրամիությունը արձագանքում է նոր ռեալություններին։ Արագ է արձագանքում, դու գիտեք, հիշում եք այն լոնդոնյան գագաթնաժողովը մի քանի շաբաթ առաջ, մինչև այդ Մակրոնը հավաքեց բոլոր երկրների, բոլոր Եվրամիության երկրների, գումարած Կանադայի, Թուրքիայի գլխավոր շտաբերի պետերին, հիմա պետք է անցնի գագաթնաժողով, ուղղակի այսօր վաղնա, որտեղ որ գլխավոր դերակատարը կլինեն Մակրոնը, վարչապետը Մեծ Բրիտանիայի եւ Քիր Սթարմերը եւ կանցլերը հավանաբար Գերմանիայի։ Հավանական կանցլերը Գերմանիայի իրանք հիմա ինչ են անում, այս ձեր ասած մոտ ապագայում ստեղծելու Եվրոպայի բանակի կամ նմանատիպ բանը հավաքում են ու գիտեք ում են հավաքում ուզող պետություններին կոպիտ ասած բոլորը քաղաքական աջակցություն տալիս են բայց մի շարք պետություններ ովքեր համարում են որ օրինակ պետք է խաղապաներ ուղարկեն Ուկրաինա օրինակ այո դա ցանկացողների ձևաչափ է կոչվում հենց այդպես էլ կոչվում այդպես էլ կոչվում ցանկացող ուզող աջակցելու այո ու դրա հիման վրա ստեղծվում է հիմա կստեղծվի բանակ Եվրոպայի հիմա ոնց անվանվելու նշանակություն չունի ուրեմն մարդիկ ովքեր ասում են պարոն Գրիգորյան Եվրոմիությունը իրոք աջակցում է իրոք ունի նույնիսկ ռազմատեխնիկական ոլորտի մեխանիզմներ բայց դա դեռ բանակ չի պետք է զգուշացնել ուղղակի ամիսների ընթացքում այդ ամեն ինչը կլինի բացի դրանից մեկ դրական բան կա տեսակ ժամանակը ցույց տվեց որ Միացյալ Նահանգները մեզ չեն մոռացել Հարավային Կովկասը չեն մոռացել եկեք դրանից մի քիչ հետո խոսենք Ադրբեջանի համեմատությամբ եթե այս ԵՄ-ի թեման փորձենք ամփոփել պարոն Գրիգորյան եթե չափենք հա այս գործողության ազդեցությունը Ադրբեջանի հետ հարաբերությունը հաշվի առնելով որ Ադրբեջանը ապակառուցողական է զրպարտում է հայկական կողմին 10-ից ավելի իբր թե միջադեպեր սադրելու մեջ մինչդեռ փաստերը այն մասն են որ Ադրբեջանն է կրակում հա ինչպես կանդրադառնա այսինքն եթե Ադրբեջանը սկսի ինչ-որ ռազմական ագրեսիա դա լինելու է այսպես ասենք ԵՄ-ի անդամակցության մասին հայտարարած Հայաստանի դեմ դեռ մենք տեխնացություն չունենք դեռ պաշտոնական process-ներ կան այ ինչպիսին կարող է այս քայլը իր հավանական ագրեսիան այսպես ասենք արժանանալ օրինակ Եվրամիության գնահատականին եւ այլն նայեք հաճախ մենք ինչ ենք լսում մարդիկ ովքեր վիճում են այս գծի հետ որ պետք է ինտեգրվեն Եվրոպայի հետ ասում են իրանք չեն գա մեր դեմ չեն կռվի մենք փոխարեն զորքեր չեն ուղարկել մեզ պետք էլ չի դա քանի որ անվտանգությունը բաղկացած է մի քանի շերտերից շերտ 1 խելքի է բերում բանակը որը նույնիսկ ավելի փոքր կարող է լինել Ադրբեջանի բանակից բայց ճկուն ժամանակակից զենքով զինված որը ճկուն կարող է ագրեսիային կետային հակահարված տալ ու Ադրբեջանը 100 անգամ կմտածի իմաստունի ներխուժել ստանալ 1000 զոհ ու հետո բունտ սկսվի Ադրբեջանում միտքը հասկանում եք то есть պաշտպանել երկիրը անպայման չի ունենալ շատ մեծ բանակ մեծ քանակությամբ զենք ճկուն պաշտպանության համակարգ երկրորդ պաշտպանության շերտը որը ես համարում եմ գլխավորն է դիվանագիտական եւ քաղաքական հասկանում եք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է Տրամպը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է Վենսը երկու անգամ մի անգամ իր առանձնասենյակում մի անգամ ոտի վրա Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց ունեցել է եւ Տրամպը եւ Ռուբիոն այս վերջի Ռուբիոյի ասածը շատ լուրջ մեսեջ էր Ադրբեջանին միտքս ինչու է հիմա մենք մանրամասն խոսենք դրանից բայց ես ուզում եմ ասել այս ֆոնը շանս չի տալի հարցակվել Ալիևին
Քանի որ դուք շատ լավ ակնարկ արեցիք, մեր որոշումից հետո գնալ դեպի Եվրոմիություն հարձակվել մեր վրա, ավտոմատ նշանակում է հարձակվել Եվրոմիության վրա։ Դեր Հայաստանը անդամակցության շատ ու շատ հեռու է, բայց նույնիսկ ավտոմատ դա նշանակում է, որ Փաստորեն մարտահրավեր է Ալիևը նետում։ Այդտենց էլ Ալիևից զզված են, որ էթնիկ զտում արեց Արցախի դեմ։ Շատերը մոռանում են հիմա 5-6 պարլամենտներում եվրոպական երկրների միաժամանակ կոնգրեսի հետ գնում է process հռչակագրերի ընդունման հետ Լյուքսեմբուրգում, Նիդերլանդերում, Շվեյցարիայում, հիմա սկսվեց Բելգիայում, գիտեք ինչ process է։ Ընդունում են իրար հետևիչ հռչակագրեր այդ պարլամենտի կողմից պահանջում են իրենց կառավարությունից որ սկսեն սանկցիոն քաղաքականություն Ադրբեջանից այն սխալների այսօրվա նոր սխալների մասին չի խոսքը չեմ ասում կոնգրեսի մասին չեմ ասում Եվրոպարլամենտի այդ բանաձևերի դաժան բանաձևերը պահանջում են Եվրոպարլամենտի կներեք Եվրոմիության կառավարությունից որ սկսեն այդ սանկցիոն քաղաքականությունը եւ թարգետային կետային կոնկրետ մարդկանց ու պատկերացնում եք այս ֆոնի վրա հիմա հարձակվում ամեն ինչ կարող է լինել Ալիևը անկախատեսելի է բայց այնուամենայնիվ ինքը սիրում է կյանքը շատերը չգիտեն կարող է իր ընտանիքի անդամները Բաքվում են նստած սաղորը աշխարհով մեկ ֆրֆռում են չէ գիտեք ինքը ռացիոնալ բան ունի այդպես չի էլի որ էդ էլ վերահսկում է Լեռնային Ղարաբաղը էլ ինչա ուզում ուրեմն միտքս ինչու՞մ է կայանում Մարդիկ պետք է հասկանան, որ այդ ճանապարհը նաև տալիս է դաշնակիցներ այն տիպի, որոնք քաղաքական դաշնակից են, դիվանագիտական ոլորտում դաշնակից են։ Օրինակ, ձեզ չզարմացրեց, որ ողջունեցին այս խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը նույնիսկ իսլամական կոնֆերանսի պետությունները։ Չէ, բայց ուրեմն զարգացումը այսօր գնում է յոքուտ Հայաստանի։ Այո, մենք առանձին, դու գիտեք, ունենք դիտողություններ այդ տեքստի հետ կապված, բայց զարգացումը այնուամենայնիվ գնում են իօքուտ Հայաստանի։ Ու այս որոշումը պարլամենտի ուժեղացնում է այդ զարգացումները իօքուտ մեզ։ Շատ լավ, պարոն Գրիգորյան, ես վստահ եմ մենք էլի ձեզ հետ անպայման առիթ կունենանք այս process-ների զարգացմանը զուգընթաց խոսել, դեռ պետք է ճանապարհային քարտեզ համաձայնեցնեն Եվրամիությունը եւ Հայաստանի Հանրապետությունը անդամակցության process-ի մասին, այստեղ բովանդակային աշխատանքի տեղ է լիքը բացվում։ Հիմա Հայաստան Միացյալ Նահանգներ, հիշում եք, մի 2 ամիս առաջ գերիշխող հարց կար, արդյոք Թրամփի ադմինիստրացիան իրենը կհամարի Հայաստան Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը եւ կշարունակի Ես կարդում եմ Փաշինյան-Ռուբիո հեռախոսազրույցի ամերիկյան տեքստը, ինչ են ասել ամերիկացիները, պետքարտուղար Ռուբիոն, վարչապետ Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը, որպես ռազմավարական գործընկերներ, սա ամերիկյան տեքստի առաջին տողն է, պարոն Գրիգորյան, այսինքն Միացյալ Նահանգները Հայաստանը դիտարկել է որպես ռազմավարական գործընկեր, այդ հեռախոսազրույցը այդ ձևաչափով է տեղի ունեցել, պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը եւ ընդգծել տևական խաղաղության կարեւորությունը տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը դադարեցնելու եւ հարավային Կովկասում անվտանգություն բարգավաճում բերելու համար նշվում է նաեւ պետքարտուղարը Հայաստանի վարչապետը համաձայնել են, որ հարավային Կովկասում էսկալացիան ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։ Ինչպես եք դուք գնահատում այս հեռախոսազրույցը, քիչ անց ես նաև հայկական կողմի տեքստը կբերեմ, մի քիչ փոքր նյուանսային, այսպես ասենք, տարբերություն կա ամեն դեպքում։ Դու ինչքան ես հասկանում եմ, այս մասը էսկալացիայի վերաբերող մեր տեքստում չկար։ Ինչ է նշանակում։ Օրինակ, այո։ Ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ամերիկացիք ասում են Ադրբեջանին, էսկալացիա չես կարող անել։ Բոլորը գիտեն, որ Հայաստանը ոչ թե էսկալացիա է անում, Հայաստանը հոգնեց ասելու, որ պատրաստ ենք ստորագրել։ Որն է տրամաբանությունը էսկալացիաներ։ Ուրեմն այդ բառերը Ադրբեջանին են ուղղված։ Բայց կարևորագույն, դա էլ է շատ կարևոր, բայց կարևորագույն մասը, որ Ռուբիոն ասեց, այո, Բայդենի ժամանակվա ստորագրված ռազմավարական պայմանագիրը Ամերիկայի հետ ուժի մեջ է Ամերիկայի Տրամպի ժամանակ։
Դոնալդ Տրամպի ռազմավարական գործընկերներ։ Դոնալդ Տրամպի Ամերիկայի ժամանակ։ Օրինակ այդ պրոռուսականները ինչ էին ասում, չէ, Հայաստանի։ Ասում էին այդ Բայդենի ստորագրվածը չի աշխատի եւ այլ։ Ռուբիոն իրենց է պատասխանում, ինքը մեզ չի ասում։ Ինքը պատասխանում պրոռուսականներին, որ այն ստորագրված ռազմավարական պարտներության պայմանագիրը Բայդենի հետ ուժի մեջ է Տրամպի մոտ։ Վերջ։ Դες իրանք մեզ նայում են որպես ռազմավարական պարտներ։ Դա մեսեջը Ադրբեջանին։ Եթե հարձակվում ես, իմացի մեզ հետ էլ գործ կունենաս։ Մեզ հետ էլ գործ կունենաս։ Շատ կարևոր է։ Ու ես նաև մի տենդենսի մասին ուզում եմ ասել, բազմիցս ասել եմ։ Հիշում եք, երբ որ Դոնալդ Տրամպը ասեց քրիստոնյա փոքրամասնությունները ճնշվում են Մերձավոր Արևելքում, Կովկասում, նկատի ուներ Արցախահայության տեղահանումը ու այդպես էլ ասեց Արցախի հայերին, դու գիտեք Ուիտկոֆը ելույթ ունեցավ կապված Ուկրաինայի հարցերի հետ, ասեց այնտեղ ապրել են շատ մեծ թվով ռուսներ, ուրեմն պատմականորեն դա իրանցնա ավտոմատ թարգմանեք, որ Արցախահայությունը ապրող Ղարաբաղում մեծամասնություններ միշտ շատերը այդ զուգահեռները չեն անցկացնում։ Դոնալդ Տրամպի քաղաքականությունը տարբերվում է Բայդենից։ Բայդենը ինչ էր ասում։ Մենք ձեզ կօգնենք, բայց պետք է ճանաչեք տարածքային ամբողջականությունը դիմացինից։ Ասում էր եւ ուկրաինացիներին, եւ հայերին, եւ վրացիներին։ Հիմա Դոնալդ Տրամպը քաղաքականությունը մի քիչ այլ է։ Ինքը ասում է հայերը իրավունքը ոտնահարված են։ Իր թիմի անդամները ասում են հայերը մեծամասնություն էին Ղարաբաղում, այդ իրենց հողերն են, ես թարգմանում եմ այն ասածից, որը եղել է Ուկրաինայի նկատմամբ։ Ինչ եմ ուզում ասել։ Այս թիմը ուրիշ է։ Ալիևը չի կարող հեքիաթ իրանց պատմի, տարածքային ամբողջականություն, ագրեսիա արեցի, իրանք ասում են, այս պատմական հայկական հողեր են, դու ինչ ես խոսում։ Պնդում եմ, հիմա վախեցած Ալիևը։ Ես անկեղծ ձեզ ասեմ, ես ռևանշիստ չեմ, զգուշացնում եմ բոլորին։ Բայց այդ մտքերը ընձանից չեն գալիս են Ամերիկայի ադմինիստրացիայից։ Դες Ամերիկայի այսօրվա ադմինիստրացիան ոնց է նայում։ Ինքը ասում է պետք է խաղաղություն լինի, բայց ասում է արդարությունը պետք է աշխատի։ Արդարությունը պետք է աշխատի։ Ասենք, ստեղ ապրելա այս ազգը։ Ինչքան էլ հիմա պատերազմ չլինի եւ այլ, այդ ազգը, որը ապրելա, պետք է հարգենք իր իրավունքները։ Ու ավտոմատ դա տարածվում է այդ իրանց մոտեցումը Արցախահայության օգտին։ Ու ես չգիտեմ վաղը, եթե Ալիևը իրանց սխալ պայի, իրանք ինչ ասեն։ Օրինակ ես չեմ բացառում, որ Դոնալդ Տրամպի թիմը կասի Արցախահայերը պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան դու պետք է ապահովես իրանց անվտանգությունը, ու պատկերացնում եք Ալիևը ասում է թող փորձեն գան։ Տրամպը պրինցիպիալ հայերին կբերի, կշարի այնտեղ խաղապաներ։ Չէ, մարդիկ չեն հասկանում Տրամպը ինչ է։ Տրամպի քաղաքականությունը ուրիշ է։ Դա դուրս է ՄԱԿ-ի խաղի կանոններից։ Պատկերացնում եք Տրամպը ինչ է ասում։ Ասում է Գազայում մենք պաղեստինցիներին պետք է տեղափոխենք։ Անսպասելի, ես ճիշտը ձեզ ասեմ։ Չեմ ասում ամեն մի կետի հետ համաձայն եմ, ես դա չեմ ասում։ Ես ասում եմ, որ անսպասելի բաներ կարող են լինել։ Ու այդ զանգը, հեռախոսազրույցը Ռուբիոյի առանց Տրամպի, ես միամիտներին ուզում եմ ասել, հայերի մեջ շատ լավ ժողովուրդ է, ու միամիտ են, մեկ մտածում են, որ Ռուբիոն զանգեց։ Դե կարող է Տրամպը հիմա թարգմանում են նորմալ հայերեն լեզվի։ Տրամպը զանգեց Ռուբիոյին հանձնարարեց զանգել Փաշինյանին։ Կարող է նաև Հայաստանում որոշ վերլուծաբաններ ասեն, որ Ռուբիոն կապ չունի ԱՄՆ արտաքին քաղաքականության հետ, դեռ դրան չենք ասել, ոչ էլ Ուոլսը կապ ունի անվտանգային քաղաքականության հետ։ Այսինքն երբեմն գիտեք, այդ արժեզրկելու բանը այնտեղ է հասնում մոլուցքը, որ կարող ենք մենք պատահել, դեռ սպասենք, որ Մարկո Ռուբիոն կապ չունի ԱՄՆ արտաքին քաղաքականության հետ, սպասենք ամեն դեպքում։ Ես այնուամենայնիվ ուզում եմ արձագանքել ձեզ ասածի։ Ուրեմն ավելի կարճ կապեմ, ավելի կարճ բացատրեմ։ Տրամպի օրոք մոտ ժամանակներս կակտուալանա Արցախահայության վերադարձի հարցը հայրենիք։ Կակտուալանա։ Աջակցությունը կլինի Հայաստանին ու առանց Հայաստանի ջանքերի, առանց ինքնուրույն քաղաքականություն Տրամպի նա է, որ ինքը կակտուալացնի այդ հարցը Արցախահայության վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Պարոն Գրիգորյան, իսկ եթե գործնական այսպես հարթություն փորձենք դիտարկել Միացյալ Նահանգների հավանական դերակատարությունը
Ադրբեջանի ապակառուցողականությանը վերջ տալու եւ այդ 17 համաձայնեցված կետերով համաձայնագիրը ստորագրելու համար։ Շատերը ասում են, այդ համաձայնագիրը մեր շահերից չի բխում, հետեւաբար եկեք չստորագրենք, բայց մյուս կողմից, եթե այդ ստորագրությունից հետո Ադրբեջանը հրաժարվի այն լրացուցիչ պահանջներից, ադրբեջանցիների վերադարձ, սահմանադրություն փոխել եւ այլն, ռեպարացիաներ վճարել, այսինքն եթե այս համաձայնագրի ստորագրումը բերելու է Բաքվի այդ լրացուցիչ պահանջների վերացմանը, դրանք ապա լեգիտիմանալու են, որովհետեւ արդեն լինելու է փաստաթուղթ, որի հիման վրա են պետությունները շփվում եւ հարաբերվում։ Չարժի ձգտել ստորագրման, ինչ սպասել Միացյալ Նահանգներից, միգուցե մենք ունենք հիմքեր ակնկալելու, որ Միացյալ Նահանգները ճնշում կգործադրի Ալիևի վրա, որպեսզի այդ լրացուցիչ պահանջները մի կողմ դնի եւ կնքի պայմանագիր, ինչ եք մտածում։ Ну, նայեք, Միացյալ Նահանգները իդեմս ուոլցի գլխավոր խորհրդականի անվտանգային հարցերով Տրամպի իդեմս Մարկո Ռուբիոյի գլխավոր արտաքին հարաբերությունը երկու դեմքերի Տրամպի թիմում ասեցին Ադրբեջան դու պետք է ստորագրես, դե ո՞նց են ասում, ո՞նց են ճնշում, հենց այս ձևի ասում ենք ստորագրի։ Ալիևը չի ուզում ստորագրել, ուզում է նախապայմաններ դնել նոր ու դնում է, բայց Ալիևը զուգահեռ տանում է այլ process։ Ինքը ուզում է օգտագործել իր լավ հարաբերությունները Իսրայելի հետ, որ Իսրայելը ճնշելով ադմինիստրացիային Միացյալ Նահանգների, Իսրայելը ճնշելով ունենալով լուրջ ազդեցություն Տրամպի վրա, ադմինիստրացիայի վրա, որ խափանի է ճնշումը, ադմինիստրացիայի ճնշումը Ալիևի վրա։ Նորից կրկնում, Ալիևը կարող է խուսափել այս ճնշումից մենակ մի դեպքում, եթե Իսրայելը օգնի, բայց շատերը նաև Ադրբեջանը լավ չի հաշվարկանում, քանի որ Իսրայելը այդքան մեծ խնդիրներ է առաջացնում Ամերիկայի համար այլ պետությունների հետ, Թուրքիայի հետ, Իրանի հետ, Լիբանանի հետ, Սիրիայի հետ, հասկանաք, այդպես շատ բազմակողմ խնդիրներ է առաջացնում։ Իսրայելը չի կարողանալու, վտանգ կա, բայց չի կարողանալու էֆեկտիվ աջակցել Ադրբեջանի Հայաստանի դեմ ուղղված։ Բայց Ադրբեջանը դա օգտագործում է։ Իմ կարծիքով, երբ որ Ադրբեջանը կհասկանա, որ սինեն այդ հույսերը կապել Իսրայելի հետ ավելի ուժեղ հարաբերություններ ու Նետանյախուն զայգի Տրամպը մեր դեմ կայլարի, սինեն նրանք, ինքը երբ որ հասկանա, ինքը կստորագրի։ Դե կարևոր կներեք այս երեք պաշտոնյաները, Ուոլցը, Մարկո Ռուբիոն եւ Ուիտքոֆը, երբ որ խոսեցին Հայաստան-Ադրբեջան թեմայով, իրենց ակտիվությունը վերջին 1-2 շաբաթվա ընթացքում այն մասին չեն, որ ապակառուցողական կողմը Հայաստանն է, այն մասին չեն, որ Ադրբեջան ջան են, որ ասում են, հա, հարձակվիր Հայաստանի վրա, Իսրայելը մեզ համոզել է, որ դա տեղի ունենալու, սրանք երևի թե այն մասին է, որ ԱՄՆ-ն չի ուզում, որ էսկալացիա լինի Հայաստանի Հանրապետության դեմ, այսինքն այդ ձեր ասած ռիսկը կարծես թե այս պայդրությամբ ոնց որ կառավարելի է, պարոն Գրիգորյան։ Ու մյուսը, ես մեկ-մեկ լսում եմ, որ մեր լավ հարաբերությունները Իրանի հետ կարող են խոչընդոտ լինել, հիմա փորձ չունեցողներին պետք է ասեմ, որ հակառակը դա։ Նաև արժեքը Հայաստանի Միացյալ Նահանգների, Տրամպի Միացյալ Նահանգների համար ավելի բարձրացավ, քանի որ մենք ունենք իրոք նորմալ հարաբերություններ Իրանի հետ։ Միացյալ Նահանգները անընդհատ շփման կետեր են ման գալիս Իրանի հետ։ Իրանը անընդհատ խուսափում է բանակցություններից, անընդհատ նախապայման է դնում, բավական բարդ պարտներ է։ Եթե դուք նկատել եք վերջի պատասխանները արտգործնախարարի, որոնք գտնվում էր Հայաստանում երեք, որն են, ինքը ասում է մենք ուղղակիորեն չենք բանակցի, մենք կբանակցենք միջնորդի միջոցով։ Այդ ակնարկն է, ամերիկացի գտեք միջնորդ, հիմա արանքում ջրիերես եկավ Ռուսաստանը, բայց ես համոզված չեմ, որ Իրանը կհամաձայնվի։ Ռուսաստանը մեծ փորձ ունի դաշնակիցներին գցել, նաև Սիրիայում Իրանին գցեցին, բայց Հայաստանը կարող է լինի միջնորդ։ Ուրեմն մենք ինչ որ արժեք ենք Միացյալ Նահանգների համար, նաև Իրանի կոնտեքստով։ Ուստեղ է, որ ես կասկած չունեմ, որ Իրանի կոնտեքստը քննարկվել է,
Մարկո Ռուբիոյի հետ Նիկոլ Փաշինյանի կողմից, արդյունքները չգիտեմ, ու մյուսը։ Իրոք մի քիչ մենք ավելի նախաձեռնող հիմա պետք է լինենք։ Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը այդ հերախոսազրույցի ժամանակ ինչ որ բան նախաձեռնեց, օրինակ, ինչու՞ չառաջարկել Միացյալ Նահանգներին, որ իրանք վերահսկեն այդ Սյունիքով ապագա անցնող ճանապարհները։ Կամ աջակցեն մեզ։ Ինչու դու պետք է Տրամպին շահագրգռես։ Տրամպը շատ կոնկրետ մարդ է։ Ինքը դա կգնահատի, ես իմ խոսքից տերն եմ։ Գիտեմ ինչքան կարևոր է այս ճանապարհը, քանի որ Տրամպը հասկանում է, դրանով ինքը կվերահսկի Թուրքիային, վերահսկի Ռուսաստանը, վերահսկի Իրանը։ Այո, ես հասկանում եմ, Իրանը կարող է ունենա վերապահումներ։ Իրանը ուներ վերապահումներ Եվրոմիության դիտորդների։ Հիմա Իրանը ոչ դեմա, ոչ մի բան չի ասում է Հայաստանը ինձ երաշխիք տվել է, որ իմ դեմ չի օգտագործվի։ Վերջ, ես հավատում եմ Հայաստանին։ Դες գործող իշխանությունները կարողացան։ Հիմա այնուամենայնիվ անդրադառնամ ձեր առաջին մասի հարցին, երբ որ դուք ասում եք դիտողություններ կան այդ խաղաղության պայմանագրի, ես չեմ ཐակցնում։ Լրացուցիչ, այսպես ասենք, այո, այն երկու լրացուցիչ կետերը, որ մերոնք համաձայնվեցին Ադրբեջանի տարբերակով, այսօր էլ պնդում եմ, ունեն վտանգներ իր մեջ, բայց հասկանում եմ լոգիկան իշխանության։ Իշխանությունն էլ ասում է, այո, այդ երկու վերջում համաձայնեցվածները պրոբլեմ ունեն, բայց ընդհանուր process-ում մենք կշահենք։ Կոպիտ ասած, Ադրբեջանը հիմա ծանր վիճակում է։ Ադրբեջանը ասեց, համաձայնեցրել ենք տեքստը, ու չի ստորագրում, ինքը մեղավոր է։ Ադրբեջանի այդ սադրանքները իբր կրակում են եւ այլ ոչ ոք չի հավատում։ Կնեք, ոչ միայն հայկական կողմը ըստ էության պատրաստ է ստորագրել, մենք նաև ըստ էության այս պահին ստանում ենք ամերիկյան ներկայություն Հայաստան-Ադրբեջան process-ում, որը ռազմական ներկայություն չի, այլ դիվանագիտական մոնիթորինգ ըստ էության իրադրության, հա, այսինքն Միացյալ Նահանգները ներկա է Հայաստան-Ադրբեջան հարթությունում եւ տեսնում է ոչ միայն դիտարկում են, որ ով կրակեց, ով չկրակեց, այլև դիտարկում են, թե որ կողմն է, որ ապակառուցողական է, պայմանագիրը համաձայնեցված է 17 կետով, որ կողմն է, որ չի ստորագրում եւ հավելյալ պահանջներ դրում։ Սա հույս տալիս է կամ ակնկալիք առաջացնում է, որ այդ ապակառուցողական կողմի վրա կուղվի ամերիկյան էներգետիկան, այսպես ասենք, հա, դիվանագիտական էներգիան, որպեսզի վերջ տրվի այդ process-ին։ Ինչ եք մտածում։ Նո, առաջինը մենք ուղղակի ականատեսնենք այն ճշմանը, որը գնում է Ադրբեջանի դեմ։ Ինչ է նշանակում, որ Արաբական լիգայի կազմակերպությունը կոչ արեց Հայաստանին Ադրբեջանին ստորագրել։ Հայաստանը այսօր էլ պատրաստ է ստորագրել։ Դա նշանակում է ճնշում, չէ, Ադրբեջանի վրա ասում են ախպեր, դու համաձայնեցրեցիր, Ալիև ասում է հայո, դե ստորագրի։ Ուրեմն չէ, լրացուցիչ պահանջներ։ Հասկանում եմ, ուրեմն աշխարհը ճնշում գործադրում է առաջի հերթին Եվրամիությունը ու Միացյալ Նահանգները։ Ու ելի առանձնահատկություն ունի Հայաստանը այսօր։ Եթե Ուկրաինայի հարցով կան տարաձայնություններ, Միացյալ Նահանգները, Եվրամիություն, ակնհայտ տարաձայնություններ կան, չեն թաքցնում կողմերը, մեր հարցերում Հայաստանին պաշտպանելու, Հայաստանին պաշտպանելու հնարավոր ագրեսիայից Ադրբեջանի, այդ ստորագրել փաստաթուղթը Եվրամիության, Միացյալ Նահանգների դիրքորոշումները նույնն է, տարբերություն չկա, մի ստորակետի տարբերություն չկա։ Երկրորդը զարմանալի է, որ Իրանի հարցով դիրքորոշումը Միացյալ Նահանգների, Եվրամիությանը Հայաստանի կոնտեքստով նույնն է։ Հայաստանը իրավունք ունի աշխատել Իրանի հետ։ Հասկանում եք, ստեղ ստացվում է օգտագործել այս համընկնող շահերը Եվրամիություն, Միացյալ Նահանգներ եւ Իրան։ Իրանն էլ շահագրգռված է, որ մեր տարածքային ամբողջականությունը չի խափանվի։ Մենք չթուլանանք շատ։ Ուրեմն փայլուն վիճակ է, ուղղակի պետք է կարողանաս դուրս բերել այս վիճակից։ Եվ արդյունք ստանալ, այսպես նյութականացնել։ Կոնկրետ, նյութականել, այո։ Այո, դե դա այդ որ ասում են կապիտալիզացնել, այո, ես մի քիչ համեստ բառ օգտագործեցի։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, տենդենսները հետաքրքիր են, այսպես մանրամասնորեն քննարկեցինք, այո, եւ պետքարտուղար Ռուբիոյի եւ անվտանգության հարցով խորհրդական Օլցի մեսիջները ըստ էության ագրեսիայի տեղ չեն թողնում։ Այ հիշում եք, եկեք այս հարցով ամփոփենք, ասում են միգուցե նախագահ Թրամփը գա եւ ներփակվի Ամերիկայի մեջ,
չզբաղվի աշխարհի հարցերով եւ բոլորի դեմ սկսեն պատերազմ, բայց մենք հակառակն ենք տեսնում, ամենայն այսպես ներգրավում Միացյալ Նահանգների մեր հարցերի մեջ եւ ուշադրության բավականին մեծ պաշար։ Ես մի կանխատեսում կանեմ մոտ օրվա։ Եթե Ալիևը մոտ 1-2 շաբաթվա ընթացքում չստորագրի այդ պայմանագիրը, հավաստիացնում եմ ձեզ, Միացյալ Նահանգները կբարձրացնեն հարց, Արցախահայության վերադարձի հարցը կբարձրացնեն Լեռնային Ղարաբաղ։ Եթե ինքը չստորագրի, կոպիտ ասած մարտահրավեր նետի ամբողջ աշխարհին ու նաև այդ թվում Միացյալ Նահանգներին, պատասխանը կլինի այդպես, այլ դաշտից, ոչ թե հայ-ադրբեջանական զուտ, կլինի Արցախի դաշտից։ Ինքը կասի, որ պետք է հիշում եք, Օլցը ասեց, որ շատ արագ պետք է ազատեք գերիներին, բանտերից, հայ գերիներին ու կասեն ամերիկացիք, հիմա սկսում ենք պրոցեդուրա վերադարձի Արցախահայության Լեռնային Ղարաբաղ։ Դրանից հետո ավելի շատ ու շատ փափուկ քաղաքականություն կվարի Ալիևը, քանի որ նորից կրկնում եմ, Տրամպը գործունյա մարդ է։ Ինքը ինչ որ բան տեսնում է ու փորձում է ռեալիզացնել։ Այո, մենք տեսնում ենք շատ անգամ դժվարություններ, չի ստացվում, կեսը ստացվում է, բայց ինքը կոնկրետ քայլեր անող մարդ է։ Ստեղ Ալիևը չի կարողանալու խաղեր տալ, երկար տանել, բերել, խափել։ Տրամպի քայլերը կարող են լինել անսպասելի ու կոշտ հակաադրբեջանական։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Ստեփան Գրիգորյանին։